արի, որ ես կրկին այստեղ եմ, ես կրկին այստեղ եմ, մի փոքր այլ պայմանների մեջ, այսօր մենք ունեցել ենք անակնկալ անձրև և ես առիթից օգտվելով, եթե նախորդ վիդեոների ժամանակ պատմվածները փակ էի պահում և որպեսզի ձայներ չլինեն և միևնույն ժամանակ օգտագործում էի AC նրա համար, որպեսզի խանգարող ձայներ չլինեն, միևնույն ժամանակ շոկը մի փոքր կոտրվի ու ես կարողանամ աշխատել ու որակյալ վիդեո նկարել։ Այսօր որոշեցի վստահել եղանակին, այն փաստին, որ անձրև էր, մի փոքր ավելի հող կլինի և որոշեցի բաց պատուհաններով մի փոքր բնության մեջ, բնության ձայներով, չգիտեմ որքանով կհաջողվի բնության ձայները ևս մեջ լինեն, ամեն դեպքում ինչպես տեսնում եք, ես ընտրել եմ այնքան, որտեղ որ լույսը հրաշալի է ուղղակի։ Եվ այստեղ ես ցանկանում եմ այսօր թողնեմ ձեզ մի պրակտիկա, որը որ շատ էֆեկտիվորեն, անկախ նրանից, թե ինչ վիճակում դուք կնստեք գորգին, շատ էֆեկտիվորեն կփոխի ձեր ներքին վիճակը, կմաքրի աուրան, ձեր ֆոկուսը կփոխի և այլն։ Հաշվի առնելով, որ որոշակի հանգամանքներ ես իմ պահով նշել եմ դրա համար, որպեսզի ձեզ համար ևս ինչ-որ անուղղակի կերպով ինչ-որ ինֆորմացիաներ տամ, ուրեմն իմ մոտ դաշնանի երկրորդ օրն էր, ես երկրորդ օրն եմ, ես 3 քնելուց առաջ հեռախոսս անջատեցի, 9:30-ին ես քնած վիճակում էի, օրգանիզմիս տվեցի այդ հնարավորությունը լիարժեք երկար քնել, ընթացքում բացարձակապես չարթնացա և 6-ին աչքերս բացեցի առանց զարթուցիչ բնականաբար, օրգանիզմս շատ լավ քնելուց հանգստանալուց բնականաբար ավելի մաշկը ուրիշ էր զգացվում, օրգանիզմը իսկապես հանգստացած էր, այսպիսին էր զգացողությունը և նաև հաճելի կողմերից այդ ամեն ինչի, որ շարունակություն ինքնի, այն էր, որ ավելի ճիշտ ես արթնացա, ես դեր, մաքրություն և այլն սկսեցի հյուղապատվել և հյուղապատումը շատ հեշտ էր տրվում այն առումով, որ ցավեր չկար բացարձակապես, մկանային ցավեր չկային և ամբողջ որովայնի հատվածը շատ փափուկ էր զգացվում և այն տպավորությունն էր, որ կանալները ամբողջովին մաքուր վիճակում են։ Դա մի շատ կարևոր և հետևանք է, բոնուս է ընդհանուր նրա, որ ամեն օր կա պրակտիկային կյանքում, հյուղապատումը ամենօրյա և ինքնաթիռ շուրջօրյա, դա ինչ-որ ժամերի հարց չէ բացարձակապես, դա կարող է լինել 5 րոպե, 10 րոպե, 15, 30 րոպե, կախված է նրանից, թե ինչքանով է ժամանակը թույլ տալիս։ Եվ նաև ձեթ եմ ընդունել 1 գթալ ներս, ընդամենը 1
թեյի գտալ հաշվի առնելով, որ կրկին հաճախակի է տեղի ունենում և արդեն օրգանիզմս ցույց է տալիս, որ իսկապես վերցնում է։ Այդ վիճակում ես հիմա անձրևից ոգեշնչված ընդհանուր իմ պրակտիկաները կատարելուց հետո եկել նստել եմ այստեղ այս հրաշալի լույսի պայմաններում, նստել եմ այստեղ պրակտիկա կատարելու, ուղղորդելու, թողնելու ձեզ համար այն որոշակի որպես մի նվեր, այսպես ասած, այս ընթացքում ես չնկարեցի դրա համար, որպեսզի դեռ հին վիդեոները նայվեն ու կատարվեն միանշանակ, ոչ թե միայն նայվեն։ Ուրեմն, եկեք ինչպես միշտ նստենք մեր ուղիղ կեցվածքով, ինչպես միշտ։ Նստատեղս ուղղեցի և ծնկերս հավասար նստում եմ ուղիղ ողնաշարով։ Եկեք ուղիղ ողնաշարով դիրքը ընդունենք, հայացք ուղղենք ներս, թույլ տանք, որպեսզի այս դիրքի կարևոր նշանակությունը ավելի ու ավելի հասնի մեզ։ Նախքան շնչառություն կատարելը, որևէ բան կատարելը մենք սկսում ենք ուղղակի դիրքի մեջ արմատավորում է, արևհյուսակս բարձրանում է, կրծքավանդակս բարձրանում է, ուսերը գնում են հետ։ Բաց արմունկներ, մեծ մատը միացրած ցուցամարմին։ Եվ կամաց հայացքս ավելի խորությամբ ուղղում եմ դեպի ներս և գնում եմ խորը շնչառության հետևից։ Խորը շնչառության հետևից ակտիվացնելու ամբողջ օրգանիզմս որպես մի ամբողջական էներգետիկ համակարգ։ Երկար խորը շնչում եմ առաջին կետից մինչև ամենավերևի կետը, պատկերացրեք աստիճան և այդ աստիճաններով հերթականությամբ շունչը բարձրացրեք և աստիճաններով հերթականությամբ արտաշունչ իջեցրեք։ Կրկնողական կատարենք առաջի կետից մինչև ամենավերջի կետը շունչ, վերջի կետից մինչև առաջի կետը արտաշունչ։ Թույլ տվեք, որպեսզի ձեր երկու ուղները հավասարապես աշխատեն, եթերումներից որևէ մի ուղը փակ է, ոչ լիարժեք բաց վիճակում է, միևնույն է դուք շարունակում եք խորը շնչել և արտաշնչել։ Օրգանիզմը ակտիվացնելու է իր ռեսուրսները, խորը շնչում, խորը արտաշնչում եմ, 3 րոպե շնչառություն թույլ եմ տալիս, որպեսզի իմ ներսում սկսվի այդ հաճելի զգացողությունը, որ ստեղծում է միջավայր պրակտիկայի համար, ստեղծում է միջավայր իմ ներսում, իմ շուրջը։ Առաջի կետից մինչև ամենավերևի կետը շնչեք, ամենավերևի կետից մինչև առաջի կետը արտաշնչեք։ Որպես լրացում սկսում եմ ներքևի մկանները շնչի ժամանակ սեղմել և որքան հնարավոր է ասես սեղմած վիճակ բարձրացնեմ և արտաշնչելու ժամանակ հակառակը իջեցնեմ։ Դրա
հրաշալի, աստիճանաբար գալիս կենտրոն։ Միացնում եմ երկու ձեռք, իրար, շփում եմ, ակտիվացնում եմ, աջ և ձախ ձեռքերը որպես շարունակություն ամբողջ մարմնի աջ և ձախ կողմերի, այդ թվում ուղեղի կիսագնդերի ակտիվացում տաքացնում եմ, լվացման պես անց եմ կացնում ամբողջ դաշտով մեկ, որպեսզի դաշտը ավելի պատրաստեմ, բացում եմ միջավայր, անց եմ կացնում ձեռքերը ամբողջ դաշտով մեկ, մաքրեցի ամբողջ դաշտս, ձեռքերը բերում եմ սրտի կենտրոն, եկեք ֆոկուս ուղենք ներս և ներքուստ բացենք պրակտիկայի միջավայրը։ Հանգիստ, բնականոն, շնչառություն, կենտրոնացման մեջ բացում ենք պրակտիկայի միջավայրը։ Աստիճանաբար իջեցնում ենք ձեռքերը, պատրաստ որպեսզի սկսենք կատարել քրիաների ամբողջ կոմպլեքսը։ Պրակտիկա կատարելուց մեր առաջադրանքներից է, որպեսզի միջանցիկ ինչ-որ դադարների կարիքը հնարավորության չափով մինիմալի հասնի։ Մենք ի վիճակի ենք դինամիկայի և ստատիկայի հավասարության միջոցով օրգանիզմի ամբողջ անհրաժեշտով ապահովել։ Եթե օրգանիզմին չի հերիքում ժամանակը, որպեսզի մարսի իրադարձությունները, դա նշանակում է, որ իրեն անհրաժեշտ է ստատիկա ներքին։ Եվ միևնույն ժամանակ հակառակը, եթե օրգանիզմը շատ հեշտությամբ գնում է ծույլ վիճակի, քմբոտ վիճակի, պասիվություն, որի մեջ որ ցրվածություն է առաջանում և սկսում է միտքը ակտիվանալ, այդտեղ մեզ անհրաժեշտ է լինելու դինամիկան ավելի դեմ բարձրացնել։ Եվ այստեղից եկեք սկսենք բալանսի մտածությամբ, եկեք սկսենք կատարել աշխատանք։ Առաջին գործողությունը, որը որ կատարելու եմ, դա լինել է ձախ ձեռքը բերում եմ և տեղադրելու եմ իմ ձախ ուսի վերևի հատվածից ձգելու եմ, եթե տեսնում եք բնականոն վիճակում չեմ պահում, այլ ձգում եմ։ Դրանով դրդում եմ, որպեսզի ընդհանուր շնչուղին ևս ձգվի։ Եվ հակառակ կողմից փակում եմ քթի աջ ուղղը, պատրաստվում եմ կատարել ուղիղ 21 հաշիվ, 21 հաշիվ շնչառություն, պահում եմ հաշվարկը 21 անգամ, որպեսզի այդ ընթացքում թվերի հզոր ուժը բերելու ֆոկուս մեր դաշտ ևս ծանոթանամ այդ հզոր ուժին։ Սկսում եմ կատարել 21 հաշիվ։ 1 2 3 4 5 7 6 գներեք 7 8 9 10
11 12 13 14 15 16 17 18 19 20 21 Իջեցրեցի երկու ձեռքը բացարձակ ստատիկայի եմ գալիս, ակտիվացնում եմ թքարտադրությունը, ներս եմ ուղղում և երկու անգամ շնչում, արտաշնչում եմ իմ նշան նրա, որ վերադառնում եմ բնականոն շնչառության։ Կրկին Դաշանի օրգանիզմը սկսում է հասկանալ, որ կրկին վերադարձել է աջ և ձախ քթի ուղիներով շնչառության, տալիս եք ձեզ ժամանակ որոշակի և աստիճանաբար պատրաստվում եք, որպեսզի նույն գործողությունը կատարեք նաև հակառակ կողմից։ Ուրեմն առաջին կողմը կատարելուց իմ աջ ոտքը առջևում էր և ձախ ոտքը հետևում էր։ Հիմա հակառակն եմ կատարում, ճիշտ հակառակ, աջ ոտքը տանում եմ ներս և ձախ ոտքը բերում եմ առաջ։ Կրկին նստած ուղղում եմ, ողնաշարը կատարյալ, ուղիղ ձգված վիճակում եմ։ Ամբողջ աշխատանքը ձախ կողմի 21 անգամ շնչառությամբ ակտիվացրել էր ձեր ձախ կանալը, ձախ շնչուղի, ուղեղի աջ կիսագնդի վրա էր աշխատել։ Եկեք աստիճանաբար պատրաստ ունենք աշխատելու նաև աջ կողմի հետ։ Հիշեք, որ ձեր շունչը և արտաշունչը միշտ ուղղված է սիմպաթիկային և պարասիմպաթիկային, իսկ ամբողջականությունը ամբողջ վեգետատիվ համակարգին, նյարդային համակարգին։ Եկեք հիմա անցնենք մեր նույն ձևով, նույն գաղափարով, աջ ձեռքը տեղադրենք մեր վերևի հատվածին և մաքսիմալ ձգենք, փակենք ձախ շնչուղին բացարձակապես և աստիճանաբար շունչը բարձրացնում է և արտաշունչը հակառակը։ Թույլ ենք տալիս, որպեսզի ներքին կրակը բարձրանա, լվացման պրոցեսը ակտիվանա ներսում և խոսքը վերաբերվելու է աջ շնչուղուն, աջ կանալին և ուղեղի ձախ կիսագնդին։ Սկսեցինք կատարել 21 հաշիվ։ 1 2 3 4
Յոթ, ութ, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19, 20, 21, Ավարտելուց ուշադրություն դարձրեք, որպեսզի բերանը բաց արձակապես չբացեք, կատարելուց բերանը բաց արձակապես չբացեք, միայն քթի ուղիների, շնչուղիների հետ է աշխատանքը, հիշեք, որ մեր ուղեղի զարգացումը աշխատանքը կախված է այդ թվում նրանից, թե ինչպես եք դուք շնչում, արտաշնչում ձեր քթի ուղիների միջոցով, այն թե որքանով են բաց ձեր քթի ուղիները, որքանով են խիտ աշխատում, իսկ դա կախված է նաև ձեր մարսողական համակարգի կատարած աշխատանքից, ձեր ներքին հիգիենայից, այդ թվում ձեր սննդակարգից ինչ որտեղ նաև երբ որ դուք կանոնավոր կատարում եք պրակտիկա, սննդակարգի դերը հարցը մի փոքր փոփոխվում է, ձեր շնչուղիները ավելի մաքուր վիճակում են գտնվում և դրանից պայմանավորված ուղեղի վրա ազդեցությունը ևս փոխվում է։ Հիմա երբ որ մենք վերադարձել ենք մեր կենտրոն, ակտիվացնում ենք մեր թվարտադրությունը, երկու անգամ շնչում և արտաշնչում ենք ընդհանուր հիգիենայի զգացողության մեջ խմորվելով իրավ։ Այստեղից ես ոտքերից դիրքը փոխելու եմ և աջ ոտքը բերում եմ առաջ, ձախ ոտքը տանում եմ հետ։ Նստատեղս ուղղեցի, հիմքը շատ ավելի խոր է սնվում եմ, ներքևի հիմքի մկանները ամուր են, ձգված են և այստեղից պատրաստվում եմ կատարել հետևյալ գործողությունը։ Անհրաժեշտ է գալու ինձ ձախ ձեռքը ուղիղ ձևով, ոչ թե այս դիրքում կամ որևէ այլ դիրքում, այլ հենց այս դիրքում տեղադրեմ գետնի տազից մի փոքր հեռավորության վրա և այստեղից իմ ձախ կանալը աջ կանալը սկսում ենք աշխատել։ Եկեք հիշեցնենք մեզ, որ ցանկացած թերքումների ժամանակ մենք ազդեցություն են գործադրում երկու կողմի վրա։ Մի կողմից ուղղակիորեն, մի կողմի վրա, մյուս կողմի անուղղակիորեն ազդեցություն։ Եվ եկեք սկսենք կատարել հետևյալ աշխատանքը։ Այն
այն ձեռքը, որը որ ակտիվ աշխատողն է լինելու, ափ դեպի վերև ձգված է լինելու։ Եվ սկսում եմ կատարել աշխատանք ընդամենը 2 րոպե։ Խորը շնչում եմ եւ խորը արտաշնչում եմ ուղիղ 2 րոպե։ Ինտենսիվ աշխատանքը ազդելու է աջ եւ ձախ կանալների վրա, շունչ, արտաշունչ, ձեռքը ներքևից երբ որ սկսում է բարձրանալ, հենց առաջին դիսկերից շունչը վերցնում է, միջև վերջ ձգում եմ եւ նույնպես նաեւ արտաշունչն է, միջև վերջ ձգում։ Լսեք ձեր շնչառության ձայնը, կատարեք աշխատանքը, երկու աչքը բացած դեպի ներս, հայացքը ներս է ուղղորդված, դուք գտնվում եք ներկա վիճակում, զարգացնում եք ձեր շունչը եւ արտաշունչը։ Աջ ձեռքը վերևում կատարում է այս հսկայական գործը, այս ձեռքի լարվածության մկանների աշխատանքի հետ մեկտեղ աշխատանքը հասնելու է մեր ուղեղի ձախ կիսագնդի, այստեղ ուղեղի աջ կիսագունդը ավելի հանգիստ վիճակում է, շունչ, արտաշունչ, վերջին մի քանի վայրկյանը։ Ընթացքում շատ նուրբ ձևով զարգանում է կամքը, համբերությունը, ներքին հայացք և զարգացում։ Իմ մոտ այս պահին ես լեզուն ձգած եմ դեպի վերելքինքը։ Եկեք հիշեցնենք մեզ, որ կրիան կատարելու ընթացքում չենք կանգնում բացարձակապես և հաղթահարում ենք ճանապարհին հանդիպող խոչընդոտները։ Շնչեցինք, արտաշնչեցինք։ Հրաշալի, գալիս են կենտրոն, ակտիվ թքավտադրություն, թույլ եմ տալիս նստված գնալ, կրիան, նստի, իջնի, խմորվի, 2 անգամ շնչում և արտաշնչում եմ խորությամբ, կրկին, Եվ զգուշությամբ անցնելու է կատարելու հետևյալ գործողությունը, փոխելու եմ ոտքերը տեղերով, ձախ ոտքը բերեցի առաջ, աջ ոտքը տարա հետ, ունեմ կեցվածքը կատարյալ ուղիղ ողնաշար և պատրաստ եմ, որպեսզի սկսեմ աշխատել կրիայի հաջորդ կողմի վրա։ Ուշադրություն եմ դարձնում, որպեսզի հաջորդը ձեր համար չնշանակի երկրորդական նշանակություն, երկրորդական դեր եւ այլն։ Պետք է որպեսզի բացարձակ հավասարություն լինի մեր ներսում, աջ եւ ձախ կողմերի միջև։ Պատրաստ եմ եւ սկսում եմ աշխատել։ Հիմա իմ աջ ձեռքն եմ տեղադրել 10-ից մի փոքր հեռավորության վրա, բայց 10-ի հետ նույն հարթության վրա, շատ կարևոր է։ Սկսում եմ աշխատել։ Հիմա ձախ ափը լինելու է դեպի վերև, դեպի երկինք է նայելու եւ շունչը հենց այս կետից մինչև վերջ ձգվելու է արտաշնչվել այս կետից մինչև վերջ։
որի շնորհիվ էլ որ տեղի է ունենան բացարձակապես մեր ձախ կանալի ակտիվացումը եւ ուղեղի աջ կիսագնդի ակտիվացումը։ Ուղեք ձեր հայացքը ներս, խոսքը 2 րոպե, ճիշտ կրկին 2 րոպե կրիան կատարելու մասին է։ Հայացք ուղեք ներս եւ թույլ տվեք, որպեսզի զարգացնեք ձեր ներդաշնակություն, թույլ տան ձեզ, որպեսզի կամքը զարգանա եւ տեսնեք, թե ինչպես եք կարողանում բացել ձեր ներսում երկրորդ շունչ կատարելու։ Աշխատում։ Լեզուս ձգել եմ դեպի վերելքին, եթե թույլ է տալիս ինձ պրակտիկան։ Ուղիղ 2 րոպե բացարձակապես որևէ մի այլ շարժում չեմ կատարելու, միայն շնչում եւ արտաշնչում եմ։ Ուշադրություն եք դարձնում, որպեսզի երբ որ ուղղորդման պահը գալիս է ընդհանրապես պրակտիկայի ժամանակ, դուք չկանգնեք, միայն չլսեք, կամ էլ 2 փուլից կազմված լինի ձեր պրակտիկայի կատարումը։ Եթե առաջին անգամ եք օրինակ նայում վիդեոն, առաջին փուլում դուք նստում եք նայելու, երկրորդում որպեսզի նայելու եւ լսելու, երկրորդում որպեսզի առանց կանգնեք, բացարձակապես կատարեք։ Ուղեղի աջ կիսագունդ, շունչ արտաշունչ, վերևի, մարմնի վերևի հատվածները վերևի էներգետիկ կենտրոնների հետ շատ անմիջական աշխատանք են կատարում։ Նուրբ մարմնի հետ ձեր, այնպես ինչպես որ մեր ներքևի մարմնի հատվածների հետ աշխատանքը, ներքևի կենտրոնների հետ անմիջական աշխատանք։ Աստիճանաբար 2 րոպեն ավարտեցին, գալիս են կենտրոն, միացրած է մեծ ցուցամատին կատարյալ ուղիղ ողնաշարժ։ Թույլ եմ տալիս խմորվեք, ակտիվացում թքավարության, ներսում թուքը եւ 2 անգամ շնչում արտաշնչում եմ։ Կրկին։ Մենք հավասարապես աշխատել ենք 2 կողմերի հետ, ձախ եւ աջ կողմերի հետ։ Այստեղից ես գնում եմ ավելի նեյտրալ դիրքի դիրք, որին որ աջ եւ ձախը հավասարապես ակտիվ են։ Ծալում եմ ծնկերը հետ, ծնկերս բաց են տազի լայնությամբ, ոտքերի մեծ մատերս հավասար են իրար, մոտ են իրար կները և հավասար միանշանակ, ծնկերը ևս։ Ընդհանրապես դիրքը մեծ նշանակություն ունի, մեր կեցվածքը մեծ նշանակություն ունի, դուք դա գիտեք և միևնույն է, կրկին տեղ տվեք ձեզ, ավելի խորը հասկանալու իմաստը այդ ամենի,
Եվ եկեք այստեղից պատրաստվենք կատարելու։ Նստատեղս ուղղված վիճակում եմ, պատրաստվենք կատարելու հաջորդ մեր քրիը, որը որ հետևյալն է։ Մեծ մատերը ձգած դեպի երկու, ձեռքերը բռունցքները ձգված վիճակում են, ոչ թե փակ, այլ ձգված վիճակում են։ Այստեղից ես սկսել եմ աշխատել ուղիղ 3 րոպե։ Բաց են արմունկներս եւ աշխատանքը հետևյալն է. խորը շունչ, խորը արտաշունչ, խորը շունչ, խորը արտաշունչ։ Ամեն անգամ ձեռքերը իրար հերթափոխվում են։ Մեկ անգամ ձախն է առջևում, մյուս անգամ աջն է առջևում։ Աջ եւ ձախ շնչուղիներ, երկուսը հավասարապես աշխատելու են։ Մեզանից կախված է, որպեսզի 3 րոպեն բացարձակապես չկանգնենք եւ թույլ տանք, որպեսզի առանց կանգնելու կրկին անցնենք որոշակի այլ շերտերի, մակարդակների միջով, թե քանի անգամ մենք կարող ենք ունենալ զգացողություն, որ բացվում է այդ ներքին շունչը, ինչն էլ որ հզոր ուժ է։ Հենց որ գիտակցում ենք այդ երկրորդ շունչի բացումը, ցավը զիջում է իր տեղը, բոլոր շեղումները, շեղող հանգամանքները հոդս են ցնդում միանգամից։ Սկսեցինք կատարել։ Աջ եւ ձախ շնչուղի։ Կատարում եք, ուշադրություն եք դարձնում, որպեսզի ձեր երկու աչքը լինեն դեպի ներս բացած վիճակում։ Ձեր շնչառությունը խոր է լինի։ Ուշադրություն եք դարձնում, որպեսզի անկախ դժվարությունից աջ եւ ձախ կողմերը հավասարապես ներդրում կատարեն։ Կատարում եք աշխատանքը։ Լեզուս ձգեցի դեպի վերևիքինքը։ Կարողանում եմ իրար հերթափոխել։ Զարգացնում եմ ներքին ներկայություն, ֆոկուս, անպայման շնչառությունը լսելով։ Բարձրանալը ամբողջ երկայնքով շունչ, իջնելը ամբողջ երկայնքով արտաշունչ։ Բոլոր այս պրակտիկաները հզոր ազդեցություն են գործադրում արյան վրա։ Թթվածնով հարստանում է արյունը, որից էլ որ պայմանավորված է ազդեցությունը ռեգեներացիայի տեսքով ազդեցությունը ամբողջ օրգանիզմի վրա։ Երբ որ թթվածնով հարստանում է արյունը, ամբողջ օրգանիզմը սկսում է անհրաժեշտ էլեմենտներով ևս հարստանալ։ Այստեղից էլ ռեգեներացիան։ Երբ որ մեր եղունգները, մազերը, մաշկը, ամեն ինչ ամրապնդում, հայր է ստանում, մեր ոսկորները, ամբողջ օրգանիզմը, կրկին կարևոր է վերաբերվել որպես կոմպլեքս աշխատանք միանշանակ։ Երեք րոպեն գրեթե ավարտեցինք ևս մի քանի վայրկյան։
3 րոպե դա մինիմալն է։ Թույլ ենք տալիս մեզ խմորվել կատարած աշխատանքի մեջ, ֆոկուսի մեջ, ներկայության մեջ։ Ուղեղի աջ և ձախ կիսանդները հավասարապես աշխատում ենք։ Աստիճանաբար 3 րոպեն ավարտելուց գալիս ենք կենտրոն, միացած մեծ մանրության մատին ակտիվ պարտադրություն։ Երկու անգամ շնչեմ և արտաշնչեմ։ Կրկին։ Կամ կենտրոն, նոր։ Եվ կփոխենք դիրքը։ Բացում եմ 10-ը, երկու ոտքը, բացում եմ երկու ոտքը, հնարավորության չափով ծնկերս բացած վիճակում են և թաթերս ձգած են դեպի ինձ բացարձակապես։ Փոխեմ ավելի երևալ ձեզ համար։ Ծնկերս բաց, ոտքերս ձգված վիճակում։ Որքան որ հնարավոր է, թաթերս ձգված են դեպի ինձ և այս դիրքից ես աստիճանաբար վերցնելու եմ կամ սրունքներից, կամ էլ վերցնում եմ ոտքի մեծ մատերից, ձեռքերի այս դիրքով, ձեռքի մեծ մատը և երկրորդ, երրորդ մատերը սեղմում են մեծ մատը, վերցրեցի և պատրաստվում եմ կրիայի կատարմանը, կատարելու եմ հետևյալ աշխատանքը։ Արտաշինչ ներքև շունչվեր են, արտաշինչ ներքև շունչվեր են, դեպի աջ, դեպի ձախ։ Ուշադրություն ենք դարձնելու, որպեսզի կատարելու եմ ընդամենը 3 րոպե կրկին, 1 րոպե 30 վայրկյան այնպես հաշվելով, այսինքն այդպես է մեխանիկորեն հաշվում, որ 1 րոպե 30 վայրկյան տրվելու է աջ կողմին, մյուս 1 րոպե 30 վայրկյանը ձախ կողմին, որքան որ ի վիճակի եք ու ողջեք ձեր միտք, ձեր ուշադրությունը թույլ տվեք, որպեսզի այստեղ, եթե նկատում եք, մեր համ ոտքն է ձգված, համ էլ ձեռքն է ձգված, համատեղ ակտիվացում է տեղի ունենում թե վերևի դաշտի, թե ներքևի դաշտի, թե նուրբ և թե կոպիտ ֆիզիկական կենտրոնների, ամբողջ էներգետիկ համակարգը մերձվում է։ Թույլ տվեք ձեզ, որպեսզի ձեր արմատ զգաք և միևնույն ժամանակ գագաթ ևս անընդհատ զգաք։ Ձեր կեցվածքը, ընդհանուր ուղիղ ողնաշարը շատ պետք է գալ այստեղ, միանշանակ կարևոր է կատարելն է, եթե մյուս ողնաշարը ուղիղ վիճակում չէ, կարևոր է որպեսզի ձգտեք դրան։ 3 րոպեն առանց ընթացքում կանգնելու, թույլ տվեք, որպեսզի որպես ամենակարևոր դեղ ձեր շունչը, երբ որ բարձրանալուց շունչ եք վերցնում, որպես դեղ աշխատի, երբ որ արտաշնչելուց իջնում եք որպես դեղ արտաշնչի, թե ձախ ուղեղի կիսագնդի և աջ կանալի, թե աջ ուղեղի կիսագնդի և ձախ կանալի համար։ Պատկերացրեք, որ էներգիան այս ձևով շարժվում է, շարժվելու է և եկեք սկսենք աշխատել։ Թաթերը ձգած դեպի մեզ։
է տալիս, որպեսզի ձեր ողնաշարը ամեն անգամ երկարի դեպի աջ, դեպի ձախ, դեպի աջ, դեպի ձախ։ Այս երկար ձգվածությունը ողնաշարի միշտ սթրեսաթափանող ազդեցություն է գործադրելու։ Ամբողջ հիշումը սկսելու է զիջելու տեղը, ազատության բացում է ավելի կողմը։ Երբ որ դեպի աջ և ձախ կողմեր ձգվում եք, միանշանակ աշխատանքը ձեր աղոստանոցային մարսողականի համակարգին է, ազդեցություն է գործադրելու։ Ուլ է տալիս, մինչև վերջ կատարել, մինչև վերջ կատարել։ Լեզուն ձգած է դեպի վերելիքինքը, զարգացում են ունակությունը իր ներսում դիտարկել։ Ոչ թե միայն այն ժամանակ, երբ որ ես նստած եմ, այլև երբ որ ես ծնանիթ աշխատանքի մեջ եմ գտնվում։ Մի քանի վայրկյան ևս կատարում են դիան։ Եվ աստիճանաբար 3 րոպեն ավարտելուց գալու եմ կենտրոն, հավաքելու եմ 10 միանշանակ։ Հավաքում եմ 10-ը, ուշադրություն եմ դարձնում, որպեսզի ընդունեմ ստատիկ դիրք, ակտիվացնեմ տքարտադրությունը, գնամ դեպի ներքևություն, եկեք 2 անգամ շնչենք և արտաշնչենք, կրկին։ Գալու եմ կենտրոն, կենտրոնում սկսելու եմ լեզու շատ խորությամբ ձգել դեպի ներս և հակառակը իջեցնել, խորությամբ ձգել դեպի ներս և հակառակը իջեցնել, նույնը կատարելու եմ 21 անգամ և պահելու եմ հաշիվը, որքան կարող եք շատ ավելի խորը հետ ձգելով։
ճանապարհ ավարտելուց ուղղելու եմ դիրքը անցնելու եմ շարունակությանը կոմպլեքս գնալու եմ սեղանի բուժքին որում որ ձեռքերս ուսելի լայնությամբ ծնկերս տազ լայնությամբ բացած է ուշադրություն եմ դարձնում որպեսզի ձեռքերը նույն հատության վրա լինեն իսկ ծնկերը ևս նույն հատության վրա լինեն ունեմ դիրքը և պատրաստ եմ սկսել աշխատել հերթական քրիան կատարել աստիճանաբար ձգելու եմ ձախ ոտքը և պահելու եմ ուղիղ 1 րոպե ֆոկուսի մեջ մնալու եմ 1 րոպե թույլ տալով որպեսզի աշխատանքը ամբողջ ձախ կանալը ակտիվացնի և երբ որ 1 րոպե ավարտեմ սկսելու եմ ինտենսիվ կատարել խորը շունչ, խորը արտաշունչ, շունչ, արտաշունչ հիմա ևս մնում եմ 1 րոպե բացարձակ ստատիկայի մեջ թույլ եմ տալիս որպեսզի ներքին գրավը բարձրանա չէ որ դա հնարավոր է թե դինամիկայի մեջ եթե ստատիկայի լեզուս ձգած է դեպի վերելքի հիմքը աչքերս բաց են դեպի ներս իսկ եթե ինչ պատճառներով չի ստացվում աչքերը փակ պահել դեպի ներս բաց այսինքն ապա նայեք ուղիղ մի կետի աչքերը բաց վիճակով 1 րոպե պահում ենք միանշանակ դող է առաջանում դող, որը որ օգտակար է դող, որը որ ուղղված է էներգետիկ դաշտի ակտիվացմանը դող, որը որ ամրապնդում է ձեր կամքը պահում ենք ինչքան որ ձեր կանալները մաղթի վիճակում են այնքան կրիան շատ ավելի արագ է հասնում ձեր գիտակցությանը և սկսում եք աշխատել խորը շունչ, արտաշունչ խորը մեկ րոպե աջ ուղեն իսակում ձախ կանալ շունչ արտաշունչ որ ավարտեցի աստիճանաբար տալիս ենք կենտրոն հավաքում եմ 10-ը ակտիվացնում եմ թքարտադրությունը ժամանակ պարսելու համար 2 անգամ խորությամբ շնչում և արտաշնչում եմ կրկին հայացքս ներս սիրտը հանգիստ է որպես օրգան
խմորվում եմ, ներքին վիճակի մեջ և աստիճանաբար պատրաստ եմ, որպեսզի սկսեմ ոչ թե որպես երկրորդական գործողություն, երկրորդական կողմ, բայց որպես կրկին առաջին սկսում ենք կատարել կրիան։ Կրկին սեղանունիքն է, կրկին նույն հավասարությունը, աստիճանաբար աջ ոտքը, մեկ րոպեից և պահում եմ, ֆոկուս ուշադրություն, մեկ րոպե պահում եմ, ավարտելուց մեկ րոպե շնչելու արտաշնչել եմ, ճիշտ մի ձևով։ Լեզու սրբազերքի վերելքին, ուղեղի ձախուսակում, աչքերս բաց դեպի ներս, թույլ եմ տալիս, որպեսզի հիանձարկվի, թույլ եմ տալիս, որպեսզի տարբեր շերտեր միանան, թույլ եմ տալիս ինձ հավել, միաձուլվել, երբ որ ես անցնում եմ այդ հավելու միջով, երբ որ ձևափոխվում եմ, բնույթ մտքի, այդ ու մարմինը շնչառությունը և ներքին գաղափարների հավատամքը սկսում եմ կատարել, մեկ րոպե։ Բացվում է երկրորդ շունչը, խմորվում եմ դրա մեջ, գալիս եմ, հավաքում եմ 10, միացրած մեծ մատը ցուցամատին, թույլ եմ տալիս ինձ, որպեսզի սկսեմ խորությամբ ժպտալ, որպես կրիա, որպես պատասխան կրիա, ամբողջ կոմպլեքսիվ, հերթականությամբ, մարմնի բոլոր հատվածներով ժպտում եմ, բոլոր հատվածներով մարմնի, ասես ծիծաղ առաջ է, երբևէ ապրած բոլոր զգացողություններ, էմոցիաներ ընդհանրապես գոյություն ունեցող այս կյանքում մեր օրգանիզմը կենդանի է, մենք անցնում ենք որոշակի փորձառության միջով, որպես մարդ, ժպտում են բոլոր օրգանները, ժպտում է նաև մեր միտքը, մեր գիտակցությունը,
Այս շպիտի հետ մեկտեղ կրկին ու կրկին հանձնվում է ճնշումը և խմորվում են այս վիճակի մեջ։ Երբ որ մենք իսկապես շփվում ենք ամբողջովին, եթե իսկապես մեզ հաջողվել է մարմնի բոլոր հատվածները շփտալ, դժվար է լինելու վերադառնալ ժպիտի վիճակից, շատ դժվար է լինելու։ Ասես մենք կուզենանք ուղղել, բայց մկանները չուղղեն, որովհետև ներքին վիճակի է վերածվել։ Աստիճանաբար սկսելու ենք հետ միացնել երկու ձեռքը իրար, շփել, ակտիվացնել, շփել, ակտիվացնել, ասես լվանանք ամբողջ դաշտը, անցկացնենք ամբողջ դաշտով մենք, լվացում, ակտիվացում, անցկացնենք ամբողջ դաշտով մենք, շունչ վերևից մինչև արևհյուսը, ամեն հատվածում նարդե շունչ արևհյուսից ներքև։ Եկեք աստիճանաբար անպայման տեղ տանք մեզ, որպեսզի պառկենք մեջքի վրա, էլ ավելի խորը թույլ տանք, որպեսզի պրակտիկան մարսվի, ընդունվի։ Պառկելու եք հիմա մեջքի վրա, պառկելու եք մեջքի վրա և թույլ եք տալու, որպեսզի մարմնի բոլոր հատվածները ներքևից վերև հանգստանան, ներքուստ նուրբ ձևով տալու եք արգադրություն, իջեցնելու վերահսկողությունը ներքին և հակառակը զարգացնելու հանգստի կարողությունները։ Հանգստացեք, միաձուլված ձեր շնչառությանը, թույլ տվեք, որպեսզի մեծագույն նվեր որպես գիտակցեք ձեր մարմինը, ձեր օրգանիզմը, մի քանի անգամ խաղի պես կարգադրեք ձեզ, բաց թողել վերահսկողությունը, ներսում նուրբ ժպիտ է առաջանալու ամեն անգամ, նրանից, որ իրականում միշտ տեղ է լինելու վերահսկողությունը բաց թողնելու։ Եվ նույնիսկ եթե մի քանի վայրկյանով մենք առանց դրան մոտենալու մնանք, կրկին մի քանի վայրկյան հետո մեզ տանք այդ կարգադրությունը, տեսնելու ենք, որ կրկին վերահսկողությունը ուժեղացել էր։ Դա բնությունն է այդպիսի, վնասներն են այդպիսի, բայց և այնպես դուք հանգստանում եք և սովորում եք շատ ու շատ ավելի։ Տեսնել ներքին վստահության զարգացումը, որի որ շնչառությունը ավելի խորն է, ձեր գոյությունը շատ անգամներ ավելի խորն է։ Խմորվեք այդ հանգստի մեջ, այն առողջության մակարդակի մեջ, որը որ ամեն անգամ պրակտիկան և ձեր վարած ապրելակերպը իրար հետ փորձում են կերտել մի միջին առողջության մակարդակ։ Ցավը զիջում է իր տեղը,
Վախ և սահմանափակումները սիչում են իրենց տեղը։ Սիրտը թեթևություն է ձեռք բերում։ Դեմքի միմիկան հանգիստ է։ Մարմնի միմիկան հանգիստ է։ Եվ կամաց, կամաց։ Յոթից 10 րոպե։ Պակաց վիճակում մնալուց հետո սկսելու եք զարգացնել ձեր սրտի կենտրոնում քաղցր, քաղցր զգացողություն, սրտատրոփ իրականություն զգալու։ Ընդունելու որպես մեծահույն նվեր այս օրը, ընդունելու մեծահույն նվեր որպես զգալու ձեր ձեռքերը, ոտքերը, սկսեք վերադառնալ միջավայր, շնչել, արտաշնչել, շարժեք ձեռքեր, ոտքեր, աստիճանաբար, ձեռքերը բերեք սրտի կենտրոնը տաքացնելու դեռևս պարկած վիճակում։ Դրեք ձեր աչքերին, շնչով, արտաշնչով հակառակը ձեռքերը երկարեցրեք, ծալեք ծնկերը թեքումներ կատարեք աջ և ձախ կողմեր, ամբողջ ողնաշարը գիտակցեք, կրկին որպես նվեր։ Թեքեք ձեր ամբողջ իրար ձեր ցանկալի ուղղության վրա և եկեք կենտրոն նստելու։ Կենտրոնում եկեք ձեռքերը բերեք սրտի կենտրոն, ներքին խոթարում, ներքին շնորհակալություն, շունչ վերցնելով ակտիվացնեք ներքին շնորհակալությունը, արտաշունչ փակենք միջավայր պրակտիկային։ Շնորհակալություն։ Ավարտելուց պրակտիկան, գնացեք վայելելու ձեր օրը, ցանկացած արտահայտման մեջ, որքան որ ի վիճակի եք և թույլ է տալիս ձեր առողջությունը, օրը փորձեք մի փոքր ձեր անոթի վիճակը ձգել, որպեսզի ձեր երկու շնչուղին շատ ավելի խորը պրոցեսներ կարողանան նաև կատարել, շատ ավելի խորը բուժման պրոցես ձեր ներսում ակտիվանա, իրականում ձեր օրգանիզմը ոչ թե սովի զգացողության մեջ է լինելու, այլ հակառակը խորը սնուցված վիճակում է լինելու։ Ջուր խմեք, որոշակի ժամանակ հետո, եթե ի վիճակի եք մի հատ լոգանք, ամբողջ դաշտը կրկին մաքրել, եղեք առողջ, ներդաշնակ, թույլ տվեք, որպեսզի պրակտիկան ամեն օր մտնի ձեր կյանք, նույնիսկ մի քանի րոպե, շնչառությունը, նույնիսկ այդ մի քանի րոպե խոր շնչառության պրակտիկան ի վիճակի է լինելու ձեր օրը, ձեր առօրյան բացարձակապես որոշակի ժամանակ հետո փոխել և ավելի կազմակերպել ամեն ինչ, այնպես, որպեսզի ձեր էներգիան անընդհատ տարբեր ուղիներով չծախսվի անհասկանալի ուղիներով, այլ հակառակը,
եղեք առողջ, ամբողջական և վայելեք ձեր կյանքը։